Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյան։ Դատախազության ներկայացրած տվյալով Քոչարյանի ընտանիքից բռնագանձվելու է մոտ 100 միլիոն դոլարի հասնող ապօրինի ծագում ունեցող գույք եւ ֆինանսական միջոցներ։ Ռոբերտ Քոչարյանը, որը Հայաստանում զբաղեցրել է պետական բարձր պաշտոններ, իր ստացած աշխատավարձով չէր կարող կուտակել տասնյակ, նույնիսկ 100 միլիոնավոր դոլարներ, դառնալ տասնյակ բնակարանների, տարածքների ու շինությունների սեփականատեր։ Բնականաբար այդ հարստությունը Քոչարյանը կուտակել է երկրի եւ քաղաքացիների հաշվին։ Քոչարյանի ընտանիքի անդամները, մասնավորապես նրա որդիները, որոնք համարվում են դոլարային միլիոնատերեր, մասնակցություն են ունեցել եւ այսօր էլ ունեն մի շարք ընկերություններում։ Մինչ Քոչարյանի նախագահության տարիներին սովորական մարդկանց միջին ու խոշոր բիզնեսները փակվում էին կամ սնանկանում, Քոչարյանի որդիների բիզնեսները ծաղկում էին, իսկ պատճառը մեկն էր՝ 2000-ականների առաջին տասնամյակում եւ մինչեւ 18 թվականը բիզնեսով զբաղվելու իրավունք ունեին միայն Քոչարյանի եւ Սարգսյանի ընտանիքի անդամները կամ նրանց հետ փոխկապակցված մարդիկ։ Ինչ կարելի է Յուպիտերին, չի կարելի Յուպիտերի ցլին։ Հենց այս տրամաբանությամբ էլ Քոչարյան-Սարգսյան զույգը ավելի քան 2 տասնամյակ ղեկավարում էր երկիրը։ Կիսատ կառուցած աղեթի գոտի, Արցախի հարցի անորոշ վիճակ, հանքային եւ էներգետիկ ռեսուրսների հանձնում օտարին, խոսքի ազատության սահմանափակում, բռնաճնշումներ, քաղաքական հետապնդումներ եւ այլն։ Սա էր Քոչարյանի կառավարման տարիների հետևանքը։ Բանակը զինում էին 80-ականների զենքով, իսկ իրենք շրջում էին թանկարժեք մեքենաներով։ Զինվորներին պահում էին անպաշտպան առաջնագծում, իսկ իրենց համար կառուցում էին գերպաշտպանված եւ ճոխ դղյակներ։ Պատերազմական վիճակում գտնվող երկրում Ռոբերտ Քոչարյանը երկրում ձևավորեց կուռ քրեա օլիգարխիկ համակարգ, որի նպատակը սեփական իշխանությունն ու հարստությունը պահելն էր։ Այսօր հայր եւ որդի Քոչարյանները հանդես են գալիս փրկիչների դիմակով, խոստանում են փրկել երկիրը, մինչդեռ երկիրը պետք է փրկել հենց Քոչարյաններից։